Մեզ պետք է եղել եւ բոլոր տարիներին պետք է եղել համազգային ապաշխարություն, ինչից որ մենք հրաժարվեցինք, ծիծաղեցինք, հեգնեցինք, տերդերների գործը համարեցինք, նույնիսկ մեծ պահողների թիվը այնքան սահմանափակ է, որ նույնիսկ ծիծաղելի է։ Եվ շատ հաճախ պահքի մեջ եղողները եւ ապաշխարության մեջ եղողները հեգնանքի եւ ծաղրի են արժանանում դեռ։ Իսկ դա նշանակում է, որ մեր կյանքի դժբախտությունները շարունակվելու են։ Մեր հոգևորականներից շատերը խոսեցին համազգային ապաշխարության անհրաժեշտության մասին, բայց դա մնաց այն բարբարո հանապատի։ Բայց այսօր էլ ուշ չէ, ինչպես ցանկացած մարդու համար երբեք ուշ չէ ապաշխարությունը, 99 տարեկանում էլ կարող է ինքը զղջալ եւ թողություն ստանալ բոլոր 99 տարիների գործած ահավոր հանցանքների համար։ Այնպես էլ ազգի համար երբեք ուշ չէ։ Դարձյալ մենք կարող ենք համազգային այդ ապաշխարության շաբիկը հագնել, զղջալ, ապաշխարել մեր ազգի գործած բոլոր սխալների եւ հանցանքների համար, բայց դրա համար նախ պետք է գիտակցել, որ մենք սխալներ ենք ունեցել, որի պատճառով ենք այս դժվարության մեջ, այլապես ուրիշին մեղադրել չի, սեփական թուլությունները, սեփական տգարությունները տեսնելու մասին է խոսքը։ Թե ինչու ենք մենք հասել այս դժվարության, մեր համազգային ողբերգությունները եւ մեր համազգային բացթողումների, սխալների, մեղանչումների հագաքրիստոնեական ընթացքի պատճառով։ Մեր առաքելությունը ժխտելու պատճառով է։ Մեր ինքնությունը ժխտելու պատճառով է։ Իսկ ինքնության ժխտում ինքնին մեղք է։ Որտեղ մեր ինքնությունը մենք չենք ստեղծում, մենք այդ ինքնությամբ ծնվում ենք։ Դա ձեռքբերովի չի։ Դա տալիս է Աստված։ Իսկ դրան պետք է տեր կանգնել, այդ ինքնությունը պետք է խնամել, գուրգուրալ, այո, չմեծացնել, հբարդացնել, դարձնել պաշտամունքի առարգա, մեր սեփական ինքնությունը չէ, որ պաշտամունքի առարգա է, պաշտամունքի առարգան մեր այդ ինքնությունը մեզ տվողն է, բայց եւ այնպես ինքնության նկատմամբ հանցագործություն պետք չի գործել։ Իսկ մենք մնայուն կերպով մեր քրիստոնեական ինքնության նկատմամբ մնայուն եւ շարունակական հանցանքի մեջ ենք եղել բոլոր եւ այս 30 տարին եւ դրանից առաջ։ Եվ դրա հետևանքի մեջ ենք։ Մեզ որ եթե հասկանանք, որ պատճառը նաև այդ քրիստոնեական արժեքներից հեռանալն է, քրիստոնեական ինքնության ժխտումն է, որին կարելի է վերադառնալ համազգային ապաշխարությամբ, երբեք էլ ուշ չի կանգնել համազգային ապաշխարության ճանապարհին։